եկեք հասկանանք այդ անտերը խրամատի մեջ ենք ու այդ ուտելիքը այդ ստամոքս այսօր անկարևոր է։ Okay, լավ է որ սոված չլինեն ձեր երեխաները, բայց եթե չունենանք հայրենիք, որտեղ ձեր երեխային կերակրելու եք ու լինեք օտարության մեջ, այդ ուտելիքը խրամատում զինվորի համար կարևոր չի եղել։ Այս են մեր խրամատն է, եկեք լավ մի քանի օր չուտենք, մի քանի ժամանակ էլ չմտածենք այդ ուտելու մասին։ Անընդհատ խոսում ենք Թուրքիայից սահման բացենք, ադրբեջանցու հետ առևտուր անենք, Որոշակի դաշտեք ովքեր են դրանք ասում։ Գրզոն, դե առևտուր Վագն Ալեքսանյանը, հենց Ալեն Սիմոնյանը, հենց հաջորդ օրը, այսինքն մարդիկ, որոնք իրանց կյանքում հայտնի են, բացառապես այդպես բաների մասին մտածելով։ Այսինքն գրզոն, որը գնում է Մոնտե Կարլո, իդեպ մեղադրում է չտարբեր մարդկանց Մոնտե Կարլո գնալու մեջ, վերջում ասած տաքսիում եմ լսել դա ինչ-որ մի բան։ Գնում է Մոնտե Կարլոսը սպորտի նման, սենց սիգարը բերանից սենց ավտոյի բանալին գցում է։ Դե դիտենց ավանդույթ է հարուստ։ Հա, բայց իրայից հետո գալիս են ավելի հարուստ մարդիկ, որոնք շատ հարգանքով, շատ բանով, էլի, Իրանը մի քիչ ուրիշ է։ Ու սա խոսում է լափից ու ասում է ժողովուրդ ջան, մոռացեք ախպեր հայրենիք